Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մեր ավանդական հաղորդումն է Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան։ Մենք սովորաբար այսօր շաբաթ օրերը քննարկում ենք նախորդ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները եւ ես առաջարկում եմ այսօր մենք սկսենք քարոզարշավով։ Քարոզարշավը թեժացել է, ուրեմն գաղափարներից անցել են դեպի մարդկանց, վիրավորանքներ, փոխադարձ մեղադրանքներ եւ այլն, դա երևի բնական իրավիճակ է քարոզարշավի ժամանակ, բայց երբեմն մենք լսում ենք այնպիսի արտահայտություններ, որոնք որ չեն տեղավորվում որևէ առողջ բանականության մեջ։ Ձեր մեկնաբանությունները Տեսեք, դուք ասեցիք գաղափարներից անցել են փոխադարձ վիրավորանքների, ես մի քիչ վերապահումով վերաբերվեմ ձեր ասածին, որտեղ գաղափարների պայքար փաստացի չի եղել։ Հիմնական գաղափարը դա, որը շրջանառվում է, դա եւ դրա մասին մենք էլի խոսել ենք, դա թե Հայաստանում արտաքին կառավարման առաջնահերթությունը ում պիտի տրվի ռուսներին, շարունակաբար, ոնց որ եղել է վերջին մի քանի 100 տարին, թե այլոց, այդ թվում թուրքերին եւ արևմուտքին։ Սա է հիմնական, այսպես կոչված ճակերտներում գաղափարի խնդիրը, իսկ ընդհանուր առմամբ, որ արտաքին կառավարման ներքո պիտի մնանք եւ դա 35 տարի Հայաստանը իշխած, տիրած իշխանական համակարգի բովանդակությունն է, դա մնում է այս քարոզարշավի հիմնական մեխերից մեկը։ Հիմա, բայց այնուամենայնիվ, անդրադառնալով ձեր ասացին, այո, փոխադարձ վիրավորանքներ, անգամ շատ կոշտ ձևակերպումներով եւ այլն, բայց դա երկկողմ էր եւ բացի դրանից քարոզարշավը երկու կողմն էր, երկու ինչ եմ ասում, որովհետեւ պայմանական կարելի է բաժանել երկու կողմի։ Մի կողմը դա փաշինյանական վարչակարգն է, իմ ասած 35 տարվա իշխանական համակարգը ներկայացնող, մյուս կողմը դա ռուսական ազդեցության ներքո գտնվող ռեսուրսային պայմանական ընդդիմությունն է, նույն իշխանական համակարգը ներկայացնող։ Հիմնական եմ խնդրում, որ ընդհատում եմ, բայց արդյոք մենք դրանով չենք վիրավորում մեր կուսակցությունների քարոզարշավին մասնակցող այն կուսակցություններին, որոնք ոչ նային, ոչ նա։ Չէ, ես վիրավորանքի որևէ միտում չունեմ, հարցը նա է, որ բոլոր ինչքանով կարելի է իհարկե վստահել վիճակագրական կամ հետազոտական տվյալներով հիմնական թվեն ճակերտներում ստանալու են այդ երկու պայմանական կողմերը։ Այնուամենայնիվ անդրադառնամ նրան, որ այդ պայքարը այդ հիմնական նորից կրկնվեմ երկու կողմերը վարում էին նույն գործիքներով հանդիպումներ, արշավներ դեպի մարզեր եւ այլն եւ դա ստացել էր որոշակի այսպես կոչված խրամատային մարտերի տեսք։ Այսինքն երկու կողմը նույն բանն էին փաստացիանում, իրար վիրավորում, իրար հայհոյում եւ այդ խրամատային մարտերն էին, որը որոշակի եղածի զարգացում ակտիվ զարգացում չկար եւ շաբաթվա վերջում Փաշինյանը անցավ այսպես կոչված հարձակման եւ այդ հարձակումը հետաքրքիր է շատ ուներ լուստրացիոն բովանդակություն այսինքն նա անցավ այն բովանդակային այն գործիքին որ Հայաստանում վխտում է իսկ իրականում եւ վխտում է օտարերկրյա գործակալական ցանց այդ թվում լրտեսական եւ գործեր սկսվեց հարուցվել եւ գործերից մեկը հասավ նրան որ անդիմադիր այդ այսպես կոչված իմ ասած 3 հիմնական անդիմադիր ուժերից մեկի երկրորդ համարը ձերբակալվեց 3 եւ փորձահարվում ցույց տալ որ Հայաստանը գտնվում է այսօր Ռուսաստանի, որտեղ դա ռուսական, այսպես ասած, ազդեցության կողմի ներկայացուցիչներն էին եւ ներկայացուցիչն է, Ռուսաստանը գտնվում է, Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հիբրիդային հարձակման ներքո։ Դրան աջակցում է նաեւ այն խոսույթը, որ կա Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որտեղ Հայաստանին սպառնում են, մատ են թափ տալիս
Փաշինյանին առանձնացնում են Ռուսաստանից, որը իրականում այդպես չի, եւ ասում են, որ դա ասում է ենթադրենք Շոյգուն, դա ասում է ենթադրենք Գալուզինը, արտաքին գործերի նախարարի տեղակալ, այսինքն առաջին դեմքերի մակարդակով է դա արվում, որտեղ ասում են, որ Հայաստանը կորուստներ կունենա, վտանգներ կլինեն եւ անգամ սպառնում են պետականության կորուստով այդ մակարդակի։ Եվ այստեղ դրան զուգահեռ գնում է նաև մյուս գործընթացը, որը համարյա ամենօրյա, որ Փաշինյանական, այսպես ասած, խոսույթ է, Փաշինյանական վարչակարգը աջակցող իրավական համակարգը համարյա ամեն օր, կամ հենց ամեն օր երևի ձերբակալում է կաշառքով քվե հավաքող գործիչների, sense ձևակերպ դաշտային գործիչների, ճակերտներում դաշտայինը, որոնք հիմնականում, եթե ոչ ամբողջովին, վերաբերվում են ուժեղ Հայաստան կուսակցության, այսինքն Փաշինյանը այդ իմ ասած հարցակումով ստեղծում է մի տպավորություն, որը քննարկման առարկա է, որ այսօր իր դեմ դուրս են եկել ուժեր, որոնք ունեն ռուսական անմիջական աջակցություն եւ գործում են օտարի այդ տվյալ դեպքում Ռուսիա ազդեցության ներքո եւ նաեւ օգտագործում են այսպես ասած հայտնի միջոցներ, այդ թվում դրակաշարք եւ այլն, ընտրակաշարք եւ այլն եւ այլն։ Մյուս կողմը դրան ի հակառակ ասում է, որ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական, այսպես ասած, բանի ուղղության վարող է եւ Հայաստանը տանում է թուրքացման եւ դրան էլ նորից դրան այդ թեզին ի օգուտ ադրբեջանական կողմից գալիս են տարբեր բաներ, խոսույթներ, օրինակ մի քանի օր առաջ Բաքվում իրականացվեց ՄԱԿ-ի քաղաքաշինության հետ կապված ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքաշինության հետ կապված միջոցառում, որտեղ Ալիևի օգնականը հայտնի Հիկմետ Հաջիևը խոսեց 300,000 Հայաստանից ադրբեջանական փախստականների վերաբերյալ։ Այսինքն այդ թեզը, որ Փաշինյանի իշխանության պարագայում 300,000 ադրբեջանցիներ հետ են գալու Հայաստան, այդ թեզը դեռևս տակ է պահվում, առավել ևս որ նախատեսվում է Նախիջևանին, հունիսի կեսերին Նախիջևանում արևմտյան Ադրբեջանի, որը Հայաստանն է, վերաբերյալ ինչ-որ նորից համաժողով։ Ես այստեղ կուզենայի ուրեմն մի այսպես մեջբերում անել, որ դրա հետ կապված հիշում եք Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ բանակցություններում նման ոչ մի կետ չկա, երբեք չի բանակցվել այդ հարցը։ Ճիշտ է, ժամանակ եղան նաև ուրեմն արցախցիների հասցեին շատ տարօրինակ վիրավորանքներ, բայց որն է այստեղ ճշմարտությունը, այն որ Ադրբեջանը պիտի պայքարի այդ նպատակներին հասնելու համար մենք հասկանում ենք, բայց կա արդյոք ներքին աջակցություն դրա ձեր կարծիքով։ Տեսեք, հիմա ես ձեր հարցին կպատասխանել, բայց անդրադառնամ փորձեմ նախորդ միտքս ավարտել եւ անպայման անդրադառնամ ձեր ասածին։ Իսկ նախորդ միտքս ես ուզում եմ ավարտել հետեւյալ դրույթով, որ 300 տարի շարունակ եւ առ այսօր խաղարկվում է նույն իրավիճակային, այսպես ասած, հակահայկական գործիքը։ Դա ռուս-թուրքական հաղորդակցող անոթներն են։ Այսինքն նորից մենք գնում ենք եւ պայքարում ենք եւ դա հանրային արվում եւ մարդիկ դրա շուրջ համախմբվում կամ չեն համախմբվում։ Առայն որ եթե դա ռուսը չի, ապա թուրքն է, եթե թուրքը չի, ապա ռուսն է։ Եվ դա է հենց այս ամեն ինչի կեղծիքը, որովհետեւ ռուսն ու թուրքը միասին են։ Նրանք ունեն միասնական նպատակներ հայության եւ հայկականության եւ հայ պետականության վերաբերյալ եւ դա այդ միասնական նպատակները դա հայության, հայկականության եւ հայկական պետականության վերացումն է տարածաշրջանից։ Այնպես որ այս ամբողջ բեմադրությամբ հանդերձ, որտեղ իրական նաեւ պայքար կա, թե ով է այդ գործընթացը, հակահայ գործընթացը վարելու, ռուսները թե թուրքերը, թե իրար հետ միասին, այդ բեմադրության շրջանակում, որտեղ կա պայքար իրականում, մնացածը ամեն ինչ մնում է հակահայ, այսինքն ակնկալիքներ դրական ցանկացած արդյունքում այս իրավիճակում եւ այս սցենարով կարծում եմ չի կարող լինել։ Հիմա անդրադառնամ ձեր հարցին։
Փաշինյանը այդ հարցին 300,000 ադրբեջանցիները ուղիղ պատասխանեց, ասաց, որ դա չի քննարկվում, ասաց, որ ինքը երաշխավորն է նրա, որ եթե ինքը մնա իշխանության, ադրբեջանցիները Հայաստան չեն գա։ Հիմա բազմաթիվ այս ամբողջ ընթացքում բազմաթիվ բաների երաշխավոր է եղել Փաշինյանը, եւ այդ երաշխավորության ներքո մենք կորցրեցինք Արցախը, հայազրկվեց Արցախը եւ պարտվեցինք պատերազմում եւ այլն եւ այլն։ Հիմա ինչքանով կարելի է վստահություն ունենալ Փաշինյանի երաշխիքների հետ կապված, հա, մեկ բան եւ ճշմարտության հետ կապված, այո, ճշմարտությունը հետեւյալն է, որ ադրբեջանցիք, այսինքն թուրք-ադրբեջանական տանդեմը չի նահանջելու որևէ կերպ, չի նահանջելու այդ հարցը առաջ մղելուց եւ այդ հարցի շուրջ ճնշումներ գործադրելուց։ Եվ ինչքանով նա կհաջողի, դա ժամանակի մեջ կերևա, բայց առ այս պահը վերջի տասնամյակների ընթացքում, ես չեմ միայն դա վերագրում Փաշինյանին, վերջի 35 տարվա ընթացքում, սկսած Արցախյան պատերազմի առաջի փուլի հաղթանակից հետո, նրանք շատ հետևողական պատրաստվել են ճնշումներ եւ նրանց ճնշումները բերել են այսօրվա արդյունքին, այսինքն մեր պարտությանը։ Իսկ Հայաստանի կողմից դրա հակափաստարկների բացակայությունը ինչպես է բացատրում։ Դե Փաշինյանը, եթե Փաշինյանին ենք անդրադառնում, որպես գործող հայկական իշխանություններին, հա, հայկական իշխանություններին, տվյալ դեպքում իշխանությունների ճակերտներում գործող վարչակարգին, Փաշինյանի հակափաստարկը հետեւյալն է, քանի որ մենք վերջացրել ենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ մենք վերջացրել ենք պահանջատիրությունը, քանի որ մենք փակել ենք հայկական հարցը, այսինքն դա իր հիմնական թեզերից է, ապա մենք չունենք վերադարձի խնդիր ոչ Ղարաբաղ հայության, ոչ Նախիջևան, ոչ որևէ հայկական տարածք եւ ոչ անգամ ոչ հայկական տարածք։ Եվ դա է երաշխիքը իր ասելով, որ ադրբեջանցիներն էլ այդ հարցը պետք է չբարձրացնեն եւ ադրբեջանցիների մուտք Հայաստան չի լինելու։ Եթե մենք այդ հարցը բարձրացնում ենք, ապա դա նրանք էլ իրենց հարցն են բարձրացնում, սա է իր, այսպես ասած, հասկանալ է, բայց նրանք բարձրացնում են։ Եվ նրանք բարձրացնելու են։ Եվ մենք շարունակելու ենք, որովհետեւ տեսեք, շատ կարեւոր է, ձեր հարցը երկրորդ խորությունը ունի իմ անկալմամբ, իսկ խորությունը հետեւյալն է։ Նրանք բարձրացնելու են, մենք կրավորական կեսվածքով շարունակելու ենք զիջել։ Ինչի, որտեղ մենք ստորագրում ենք խաղաղություն անվան տակ կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Վերջնական կապիտուլյացիայի փաստաթուղթ։ Եվ դա է փաստը, եւ նրանք շարունակելու են, եւ մենք շարունակելու ենք կապիտուլացվել։ Եվ նորից ընդհանրացնեմ, եւ այս հիմնական ճակերտավոր ռեսուրսային եւ իշխանական ուժերի մեջ եւ չկա մեկը, որ ասում է այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը ընդհանրապես, ոչ թե ինչ-որ փոփոխություններով, այլ ընդհանրապես չենք ստորագրելու։ Չկա որևէ մեկը, այսինքն չկա, իհարկե չկա։ Որ մեկն է ասում։ Իսկ ասենք այնպիսի ուժեր ինչպեսին բևեռը ժողովրդավարական կամ էլի կան ուժեր, այսպիսի որոնք խոսում են վերադարձի մասին։ Տեսեք, վերադարձի մասին չէ։ Այնտեղ կան ուժեր, որ ավել են ասում։ Տարածքները վերադարձնելու մասին։ Հա, տարածքները։ Այսինքն ավել են, ես եթե ասեմ, կան ուժեր, որոնք ավել են ասում տարածքների վերադարձի մասին, բայց ես նույն շեշտադրումը դրեցի հիմնական այս ընտրարշավը առաջնորդող ուժերի վրա, որովհետև տեսեք, դրա հետ կապված նաև կա Ինչքանով է դրան հնարավոր վստահել, ես չգիտեմ, բայց կա Գելափի վերջի, այսպես կոչված հետազոտությունները, վիճակագրական հարցումները, կա IRI-ի, այսինքն բանի Հանրապետական ինստիտուտի ԱՄՆ-ի վերջի հարցումները, որոնք այս իմ ասածը փաստացի բան են անում, դրա տակ որոշակի վիճակագրական տվյալներ են դնում։ Ինչքանով է դա համաստը ես դժվարանում եմ ասել, անկեղծ դժվարանում եմ ասել, որովհետև նմանատիպ հարցումները հիմնականում համապատասխանում են գործող վարչակարգերի կամ գործող ուժային կառույցների քիմքին։ Հիմա ես չեմ կարող վստահաբար ասեմ, որ դա տենց է։ Եկեք այդ լուսանցքում չթողենք էլի այն մնացած ուժերին, թեկուս հենց եթերով, թեկուս խոսքով։ Ես չէի ուզի լուսանցքում թողնել, բայց ես կուզեմ լինել հնարավորինս հավաստի եւ ըստ ընթացքը համենայն դեպս մենք սրանք անդրադառնանք հունիսի 7-ից հետո եւ ես ասում եմ եւ կրկնում եմ, որ Հայաստանում ընտրական, այսպես կոչված միջոցառումը ինքը չի կարող լինել արդար եւ ազատ։ Շատ պարզ պատճառով, որտեղ գործող իշխանական համակարգը եւ նրան ներկայացնող ուժերը
պայմանական իշխանություն ունեցող եւ պայմանական ընդդիմադիր։ Նրանք բացարձակ բոլոր գործիքները վերահսկում են վերջնարդյունքը։ Եվ մյուս բանը, վերջնարդյունքը ի դժբախտություն մեզ նաեւ նախապես քննարկվում է Հայաստանը տիրող, Հայաստանում իշխող օտարերկրյա պետությունների եւ ուժերի կողմից։ Սա է խնդիրը։ Ընտրական ձևաչափում հնարավոր չի արմատական ես որևէ մեկի որևէ ուժի մասին չեմ խոսում, ես իրավիճակի մասին եմ խոսում, արմատական փոփոխություն եւ արմատական փոփոխության միակ հնարավորությունը այն պարագայում, երբ որ դու օտարի իշխանության ներքո ես, դա ազգային ազատագրական պայքարն է։ Եղած ուժերից մի ուժ կամ երկու ուժ կա, որոնք այդ թեզով են հանդես գալիս։ Մնացածը հանդես են գալիս տարբեր մոտեցումներով, փորձելով խաղարկել ընտրական գործընթացում եղած հնարավորություն, բայց դրանք խիստ սահմանափակ են եւ վերահսկելի։ Շատ լավ, առաջարկում եմ դուրս գանք գովազդային արշավի եւ դրանից հետո կանդրադառնանք նաեւ միջազգային քաղաքական հարցերին։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շարունակում ենք մեր քննարկումը, սիրելի բարեկամներ, եւ հաղորդման այս հատվածում եկեք անդրադառնանք արտաքին քաղաքական իրավիճակներին, միջազգային քաղաքականությանը։ Մենք արդեն ձեզ հետ միասին քննարկել ենք պարոն Հակոբյան Թրամփ Սի Զինպին հանդիպումը, դրանից բխող ուրեմն բոլոր հնարավոր
տարբերակները, բայց չենք հասցրել քննարկենք այդ այցից անմիջապես հետո ռուսական նախագահի, Ռուսաստանի նախագահի այցը Պեկին։ Ինչ էր դա նշանակում, ինչի համար էր այցը այդքան արագ եւ ինչ արդյունքներ բերեց։ Տեսեք, ես կարծում եմ այցը եւ այցի արդյունքներն էլ, երբ որ դրանք հայտարարվեցին, Պուտինը ասեց մոտ 40 պայմանագիր ենք ստորագրել եւ այլն, եւ հայտարարություն ստորագրեցին բազմաբևեռ աշխարհի վերաբերյալ համատեղ։ Բայց հասկանալի էր, որ դրանք այսպես կոչված առաջնային նշանակություն ունեցող արդյունքներ չէին, այլ հիմնական հարցը հետեւյալն էր, որ Սին Ցզինպինը տվյալ դեպքում որպես պատրոն, հա, կանչել էր իր էլի ճակերտներում ենթակային եւ ցուցումներ էր տալիս, թե եւ հայտնում էր, թե Թրամփի հետ մյուս գերտերության ղեկավարի հետ իրանք ինչ են պայմանավորվել։ Եվ այսուհետ Ռուսաստանը, Պուտինյան Ռուսաստանը ինչ պետք է անի որ հարցում։ Հիմա ինչ պետք է անի որ հարցում դա այդքան բան չի, այդքան պարզաբանված չի, այսպես ասենք, բայց մի բան միարժեք է, որ հիմնական խնդիրները, որոնք քննարկել էին նոր աշխարհակարգի ձևաչափի շուրջ Թրամփը եւ Սին Ցզինպինը, այդ հարցերում Ռուսաստանը ունի եւ ունենալու է երկրորդային, եթե ոչ երրորդային դերակատարում։ Մերձավոր արևելքի մասով կարծում եմ նույն Սին Ցզինպին Թրամփ խոսակցությունների քննարկումների արդյունքում դեռևս ընթանում է համապատասխան բանակցային գործընթաց, ամերիկյան կողմը ասում է առայն, որ հույսեր կան, դրա մասին խոսեց նաև Ռուբիոն, վերջերս Թրամփն էլ դրա մասին խոսում, բաներ ռազմական գործողությունները այս պահին սառեցված են եւ կարծում եմ դա նույնպես Թրամփ Սին Ցզինպին հանդիպման արդյունքներից մեկն է, որ ամերիկյան կողմը պետքա զերծ մնա ուժային հետագա գործողություններից հնարավորինս։ Հիմա այս ամեն ինչում Ռուսաստանը գտնվում է բավականաչափ խոցելի իրավիճակում, որտեղ ուկրաինական պատերազմական, այսպես ասած, այդ տիրույթում առաջընթաց շատ մեծ զոհեր է տալիս, շատ մեծ, տարբեր թվեր են ասում, արդեն Ռուբիոն ես դրան անդրադարձել եմ, ասես 20,000 միայն զոհված են ունենում, իսկ ընդհանուր առմամբ 35-ից 40,000 զոհված եւ վիրավորվածներ, այսինքն շարքից դուրս եկած զինվորականություն, եւ առաջընթացը մինիմալ է, այսինքն նվազագույն է, եթե անգամ կա, որտեղ ոնց որ թե ուկրաինացիք որոշակի տարածքներ նաեւ կարողացել են ետ վերցնել, եւ Ուկրաինայի նոր պատերազմի այսօրվա տեխնոլոգիական պատերազմին հատուկ գործողությունները բերել են նրան, որ Ռուսաստանը կորուստներ անում հենց Ռուսաստանում։ Վերջի հարձակումը Մոսկվայի վրա դրա ամենացայտուն դրսևորումներից մեկն էր։ Այսինքն Ռուսաստանը այդ տիրույթում կորուստներ ունի, մեծ կախվածություն ունի Չինաստանից, բոլոր իմաստներով եւ առաջնահերթ տնտեսական եւ ռազմավարական, որովհետեւ Չինաստանն է վարում արտաքին արևմտյան աշխարհի հետ հարաբերությունները եւ դրանում ներառում նաեւ Ռուսաստանին։ Այսինքն Ռուսաստանի թուլացումը զգալի է նաեւ ինչ որ արդեն խոսեցինք Հայաստանում, չնայած վերջի ճիքերը ռուսական կողմը Հայաստանում գործադրում է իր ներկայացական կազմով, որպեսզի փորձեն Հայաստանում իրենց ազդեցության նվազագույն կորուստ ունենալ, եթե ոչ իրենց ազդեցությունը ընդհանուր առմամբ վերականգնել։ Խոսեցինք դրա մասին, որ այդ ազդեցությունը բացի ուրեմն տարբեր հայտարարություններից արդեն ստանում է նաեւ նյութական տեսք, ասենք օրինակ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան տարբեր պատրվակներով արգելվում է եւ մենք պատկերացնում ենք, որ եթե այդ գործընթացը այդպես շարունակվեց, դա կբերի նաեւ ավելի կարեւոր, ասենք, էներգակիրների հարցում խնդիրների, ատոմակայանի հարցում խնդիրների, արդյոք Հայաստանի կառավարությունը ձեր կարծիքով պատրաստ է այդպիսի զարգացում։ Տեսեք, մենք միջազգայինից հետ ենք գալիս, բայց հետ գանք Ռուսաստանի հետ կապված։ Հետ գանք, ես անկեղծ ասած կարծում եմ, որ այդ ճնշումները ունեն այս պահային նշանակություն։ Այսինքն այդ ճնշումները հիմա դրանք
իրական ճնշումներ են, դա հիմնականում գյուղմթերքին է վերաբերվում եւ սննդի արդյունաբերությանը, բայց կարծում եմ դա ունի պահային նշանակություն, այդ ազդեցությունը փորձում են կիրառել, այդ ճնշումները փորձում են կիրառել իրենց ներկայացչական կազմին, այդ այսպես կոչված Ռուսաստանի ազդեցության կողմը ներկայացնող քաղաքական ուժերի համար ժողովրդից հնարավորինս մեծ քվե հավաքել վախի սպառնալիքի հիման վրա։ Բայց եթե դա չաշխատի, ես կարծում եմ իրանք վերադառնալու են այն ռեժիմին, որը կա, ինչի, որովհետև հակառակ պարագայում իրանք կունենան արդեն հակադարձում, որը իրանք վերջնական ներկայությունը տարածաշրջանում կարա բանանի։ Մեծ կասկածի տակ դնել, սկսած ռազմական բազայից վերջացած մնացած ամեն ինչ։ Այնպես որ ես կարծում եմ դա պահային ճնշում է, այսինքն աշխարհակարգայինի հետ կապ չունի։ Չէ, կապ ունի այնքանով, որ եթե իրան կարողանան այդ ճնշման հաշվին այստեղ իշխանության մեջ ավելի մեծ ներկայացվածություն ունենալ, աշխարհակաղակական տեսակետից այս տարածաշրջանում իրանց դիրքերը կամրապնդվեն։ Այդքանը, բայց հետո իրանք հետ են գնալու ավելի, այսպես ասած, ճակերտներում իհարկե կառուցողական բաների, մոտեցումներ։ Իսկ որ Հայաստանը, նորից ես դրան անդրադառնամ, Հայաստանը վխտում են, նույն բառը օգտագործեմ, վխտում են ռուսական, թուրք-ադրբեջանական եւ գլոբալիստական գործակալական ցանցերը, դա միարժեք է եւ Փաշինյանը հիմա այդ լյուստրացիոն այսպես կոչված բովանդակությամբ քայլեր անում, որպեսզի իր իշխանությունը ամրապնդի, բայց մեր քաղաքական ուժի եւ ազգայնական քաղաքական մոտեցումը հետեւյալն է, որ այդ լյուստրացիան իրական լյուստրացիան եւ համապարփակ լյուստրացիան Հայաստանը միջև չկատարվի, չիրականացվի, միջև այդ լրտեսական եւ գործակալական ցանցերը դուրս չմղվեն ակտիվ իրենց գործունեության դաշտերից, Հայաստանում արմատական փոփոխությունները միշտ վտանգված կլինեն։ Հիմա անդրադառնանք միջազգայինին, նույնիսկ թե հարց ունեք։ Այո, շարունակենք Իրանի շուրջը։ Անդրադառնանք միջազգայինին, այնպես որ ես կարծում եմ Ռուսաստանի Պուտինի այցելությունը Չինաստան, իհարկե այդ ամբողջ այդ պաշտոնական մասը բավականաչափ լավ կազմակերպված էր, բայց այնուամենայնիվ դա ուներ աշխատանքային եւ ցուցումներ ստանալու բովանդակություն։ Հիմա անդրադառնանք Իրանին, Իրանի մասով ես ուզում եմ նաև, քանի որ պետքարտուղար Ռուբիանը տվեցի, ես ուզում եմ անդրադառնալ նաև ՆԱՏՕ-ի արտաքին նախարարների հանդիպում էր 3 եւ 3-4 եթե չեմ սխալվում, եւ այդտեղ նույն Իրանի հետ կապված եղել է քննարկում եւ հաստացի ինչ են ասում եւ ամերիկացիք եւ Արևմուտքը ընդհանուր առմամբ եւ ոնց որ թե, եթե չեմ սխալվում, չինացիք։ Եթե հավատանք այն տեղեկատվությանը, որի արտահոսքը կա։ Ասում են հետեւյալը, այո, Իրանը պետք է ունենա միջուկային զենք։ Դրանում ոնց որ բոլորը եկել են համաձայնության։ Այո, Իրանի կողմից ուրանի հարստացումը պետք է վերահսկելի լինի։ Այդտեղ կան որոշակի տարընթերցումներ, որովհետև օրինակ ամերիկյան կողմը շարունակում է ասել, որ այն ինչ որ արդեն հարստացված է, պետք է Իրանից դուրս բերվի։ Իրանցիք ասում են, կարելի է մտածել դրա վերաբերյալ, թե դա տանք ռուսներին, ամերիկացիք ասում են ոչ, եւ հասկանալի է ինչ են ասում ոչ։ Այնուամենայնիվ հարստացումը առնվազն պետք է վերահսկելի լինի, որովհետեւ դա չվերածվի միջուկային զենքի, այլ լինի միջուկային էներգետիկայի տիրույթում։ Մյուս բանը, որ պետք է այդ Հորմուզի նեղուցը չլինի Իրանի կողմից վերահսկելի, դա պետք է միջազգային վերահսկողության տակ լինի եւ նեղուցից օգտվելուց պետք է վճարումներ չլինեն։ Տեղ էլ ոնց որ ընդհանրություններ կան։ Ինչպես առաջ էր, այո։ Հիմա եւ մնացածը արդեն բանի ամերիկյան եւ Իրանի բանակցությունների արդյունք, այնտեղ ռեպարացիոնալ վճարումների խնդիրներ կա, այնտեղ հետակա հարաբերությունների խնդիր կա, ակտիվների Իրանի կալանված ակտիվների ապասառեցման խնդիր կա, վերջը բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ հիմնաքարերն են, այն հիմնասյուներն են, որի շուրջ ինչ որ ես արդեն ասեցի, այն առաջի մի քանի կետը, որի շուրջ եթե կարողանում են գան համաձայնության, իսկ դրա հնարավորությունը ոնց որ կա։ Եվ ամերիկյան կողմը, Թրամփյան կողմը այլևս չի ուզում Համենայնդեպս այդպես է երևում, այլևս չի ուզում գնալ ռիսկի, որովհետև եւ եվրոպական արևմուտքը, եւ Չինաստանը հետագա էսկալացիային դեմ են։ Եվ Թրամփը մնացել է մենմենակ Իսրայելի հետ միասին։
Եվ այդ բեռը մենակ ամերիկան չի կարող տանել, եթե չունենա իր դաշնակիցների եւ իր անգամ մրցակից Չինաստանի աջակցությունը։ Այստեղ էսպիսի մի հարց է առաջանում, պարոն Հակոբյան։ Դուք ընկետերը որ թվարկեցիք, որ շուրջը այդ համաձայնությունը կա։ Կարող է լինել։ Հա, ընդհանրական կա։ Իրանք գոյություն ունեին եւ այդ համաձայնությունը կար եւ միջև պատերազմը։ Մագատեն վերահսկում էր այդ ուրանի հարստացումը, Հորմուզի նեղուցը բաց էր, առանց որևէ խնդրի, եւ այս գործընթացը, այս պատերազմը ինչ բերեց, լեգալիզացրեց այդ հնարավորություն, ինչ տվեց դա։ Տեսեք, հիմա այդ ինչ որ դուք ասում եք, դա մի տեսակետ է, դա անկեղծ ասած իրանական տեսակետն է, բայց կա ամերիկյան տեսակետը արտահայտված ոչ միայն Թրամփով, այլ նույն Ռուբիոյով, որը ասում է հետեւյալը, որ այդ պայմանավորվածությունները չէին գործում, որտեղ Իրանը այդ պայմանավորվածությունների հովանու ներքո միևնույն է իրականացնում էր միջուկային զենք ունենալու իր ծրագիրը, միջուկային հարստացումը հասել էր այն մակարդակի, որ դա որևէ կերպ միջուկային էներգետիկայի հետ կապ չունի, այսինքն շատ բարձր ուրանի հարստացումը շատ բարձր մակարդակի էր հասցված, գումարած դրան մի քանի անգամ նույն Ռուբիոն խոսում է նրա մասին, որ Իրանը վահան էր ձևավորել եւ այդ վահանը հասել էր արդեն հասնում էր այն մակարդակի, որ անգամ եթե ապագայում եւ դա մոտակա ապագայում հարցակումն է, իսկ վահանը դա բաներն են, հրթիռներն են եւ բանը դրոնային վահան են, տեխնոլոգիական վահան են ձևավորել, մենք չենք կարողանալու խանգարել իրենց միջուկային ծրագրի իրականացմանը։ Այսինքն կա երկու մոտեցում եւ ամերիկացիք այս երկրորդ մոտեցմամբ են հիմնավորում իրենց հարձակումը Իրանի վրա։ Այդտեղ իհարկե անպայման կա Իսրայելի հրեականության ազդեցությունը եւ դա մասին պետքա բաց խոսել եւ հրեաների համար շատ կարեւոր էր Իրանի զորության կործանումը, որպեսզի Մերձավոր Արևելքում Իսրայելը եւ հրեականությունը դառնա թելադրող եւ Իրանը զրկվի ոչ միայն իր որպես երկիր զորությունից, այլ իր պրոքսիների զորությունից, որը եւ իրականացվեց ի վերջո։ Հեզբոլլահը բավականաչափ վատ վիճակում է, Համասը փաստացի ոչնչացվել է, Հութիները վատ վիճակում են, Սիրիայում Ասադը չկա եւ այլն, այսինքն Իրանի ազդեցության այդ ամբողջ այդ բանը լծակային դաշտը, պրոքսի դաշտը փաստացի եթե չոչնչացվեց, շատ թուլացվեց։ Եվ Իրանը ինքը որպես պետություն թուլացվեց, այսինքն դա երկակի բան ունի միջուկային ծրագրի հետ կապված եւ այն վտանգները, որ տեսնում ենք կրոնապետական այդ թեզերի ներքո եւ իհարկե հրեականության շահը։ Եվ դա է փոփոխությունը։ Հաշվի առնելով այդ շահերը, ինչպես եք դուք տեսնում ապագան պատերազմը վերսկսելու հավանականությունը մեծ է, փոքր է եւ ինչպես պիտի այդ հանգույցը լուծել, որովհետեւ այդ ռազմական կամարտությունը վերջերս պիտի ինչ որ ելք ունենա։ Դե ելքը բանակցություններն են, այդ բանակցությունների արդյունքում, եթե այդ բանակցությունները բերեն վերջնակետը, երկու կողմն էլ, իրանական կողմն էլ, ամերիկյան կողմն էլ, երկուսն էլ հաղթանակ են հայտարարելու բնականաբար, երկուսն էլ ասել են, որ իրանք հաղթեցին, ոչ մեկը չի պարտվել, բայց ես տեսնում եմ այդ տիրույթում նորից, որովհետև եթե պատերազմը ամերիկան շարունակում է, Իրանը որպես այդպեսին ինքը դիմադրելու է, եւ այդ դիմադրությունը կարա բերի պատերազմի ծավալման տարածաշրջանային, որովհետեւ Իրանը խփում է նաեւ այլ երկրների ի վերջո իր պաշտպանությունը ապահովելու համար եւ այլ երկրների ներգրավում, այսինքն դա կբերի նրան, կարող է բերել նրան, որ արևմուտքը իրական բան ունենա, ճեղք ունենա, մեծ ճեղք եւ եվրոպական մասը արևմուտքի եւ ոչ միայն եվրոպական, Կանադան, Ավստրալիան, հա, արևմուտքը ընդհանուր առմամբ Ամերիկայի հետ ունենա հակամարտություն եւ այդ թեզը այդ մոտեցումը կարողանում է նաեւ Չինաստանը, Ամերիկան կրկնում եմ, չեմ կարծում, այդ ճնշմանը եւ այդ բեռի տակ կարող է արդյունավետ լինել։ Եվ վերջին հարցը, եթե կարելի է այսօրվա հաղորդման համար, բայց ինչ արժեք կունենա այդ բանակցությունները, եթե այդ բանակցությունների մեջ չի ներգրավված իսրայելյան կողմը, որը բոլորս էլ հասկանում ենք, որ այդ կոնֆլիկտի հիմնական շահառուն է։ Տեսեք, հիմնական շահառուներից է, ասենց ասեմ, իսրայելյան կողմը տվյալ դեպքում պետք է ենթարկվի այլ ճակերտներում իր մեծ աղբոր կայացրած որոշմանը։ Իմիջիայլոց նմանատիպ հարց Թրամփին տրվեց եւ ինքը ասեց, որ
անձնավորված տրվեց Նեթանյահուի մասին, ինքը ասեց Նեթանյահուն շատ լավ տղա է եւ իմ ասածները իր համար ընդունելի են։ Այսինքն Իսրայելը չունի այն զորությունը, որ ինքը միանձնյա առանց իր դաշնակից ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների նման գործողությունների գնալ։ Բայց ունի հնարավորություն այդ խաղաղ գործընթացը խաթարել։ Այնքան էլ չունի, եթե որոշում ընդունվի վերջնական։ Այդ դեպքում Իսրայելը կդառնա շատ խոցելի, եթե խաթարման եղել է, դրան անդրադարձել եմ մեր նախորդ հաղորդումներից մեկում, եղել է իրավիճակ, որ Իսրայելը փորձել է ինքնագլուխ ինչ-որ բան անի, ամերիկացիք դա կասեցրել են անձամբ Թրամփը, որովհետեւ աշխարհ քաղաքական իմաստով գերտերությունը Իսրայելը չի այնուամենայնիվ, այլ ԱՄՆ-ն է։ Չնայած Իսրայելը հրեականություն ունի մեծ ազդեցություն։ Շնորհակալություն պարոն Հակոբյան հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։